Բարի երեկո ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է։ Օրվա մի քանի թեմաներ, նախ վերնագրերով։ Սամվել Կարապետյանը երկամսյա կալանքը բողոքարկել է Վերաքննիչ Ատյանում։ Գործարարին այցելել են մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները։ Իլհամ Ալիևն այսօր Թուրքիայում հանդիպել է Ռեջեփ Էրդողանին, վաղն էլ Թուրքիա է մեկնում Նիկոլ Փաշինյանը, բայց Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ։ Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան փողոցը։ Ըստ վարչապետ Փաշինյանի Պրահայի հայտարարությամբ առաջին անգամ ճանաչվել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Իրանա-իսրայելական պատերազմը մեկ շաբաթ է ավելի ու ավելի է թեժանում, Թել Ավիվը հայտարարում է, թե թիրախում Իրանի հոգևոր առաջնորդն է։ Պատերազմից փախչող իրանցիների հոսքը Հայաստան մեծանում է։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է, Վերաքննիչ Ատյանը դեռ նիստ չի նշանակել, գործարարի թիմը մեղադրանքն ապօրինի է որակում։ Խոսքը Կարապետյանի եկեղեցուն աջակցող ելույթի մասին է, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, իրենք իրենց ձևով են մասնակցելու այդ ամենին։ Վարչապետ Փաշինյանն անձամբ հակադարձեց Սամվել Կարապետյանին. «Ես քեզ իմ ձևով կմիջամտեմ»։ Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան բողոքարկելով նրա երկամսյա կալանքը։ Փաստաբանները, որ ծանոթացել են դատարանի հիմնավորումներին, որոշումն ապօրինի են որակում։ Գործարարը 3 ուշ երեկոյան կալանավորվեց հենց դատարանի դահլիճից, տեղափոխվելով քրեակատարողական հիմնարկ։ Մեր հակափաստարկները շատ էին, ինչպես նկատեցիք 4 ժամ անընդմեջ դատական նիստ է տեղի ունեցել եւ 4 ժամից 3.5 ժամը կարող եմ նշել, որ պաշտպանական կողմի ելույթն է եղել։ Բնականաբար այս քրեական վարույթի շրջանակներում ամբողջությամբ զետեղված նյութերը չեն խոսում քրեական օրենսգրքով մեղծագրված հիմնավոր ինչպես կասկածի մասին, այնպես էլ հիմքերի մասին, ուստի կարող եմ այս բանին միայն նշել, որ որոշումը ակնհայտ ապօրինի է։ Փաստաբաններն ապօրինի են համարում նաև Կարապետյանին առաջադրված մեղադրանքը։ Գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու համար։ Կարապետյանը ինքը իր մեղադրանքն անվանել է շինծու, կալանքը ապօրինի։ Մայրաթորին աջակցություն հայտնած Կարապետյանի փաստաբաններն ասում են, գործարարը ոչ թե իշխանությունը զավթելու, այլ եկեղեցի իշխանություններ հաշտության կոչ է արել։ Բացատրում, թե Կարապետյանն ասել է, եթե չլինի հաշտությունը, ինքն իր միջոցներով կփորձի երկու կողմերին հաշտեցնել։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Առանձնատան խուզարկությունը, միլիարդատիրոջ ձերբակալումն ու առաջադրված մեղադրանքը հաջորդեցին Մայրաթորին աջակցելու Կարապետյանի հայտարարությանը, որին անմիջապես արձագանքեց վարչապետը, խոստանալով պասիվացնել ակտիվացած գործարարներին։ Կարապետյանին այսօր Արմավիր քրեակատարողական հիմնարկում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն են այցելել ու խորհրդապահական առանձնազրույց ունեցել նրա հետ։ Միլիարդատիրոջ կալանավորման թեմային այսօր նաև ազգային ժողովում անդրադարձան։ Ինչու է հիմա Սամվել Կարապետյանը այս իշխանության օրոք կալանավորված եւ ինչու է Ռուբեն Վարդանյանը Ալիևի ռեժիմի օրոք կալանավորված, այդ հարցի պատասխանը ես եւս գիտեմ, որովհետեւ դուք երկուստ էլ ատում եք հայ ժողովրդին եւ հայկական պետականությունները։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանը դատապարտեց գործարարի կալանավորումն ու հայտարարեց, թե այն հենց Փաշինյանի ցուցումով է եղել։ Վերջերս մի գրառում հայտնվեց, հիմա ես իմ ձևով կմիջամտեմ։ Առաջ գոնե ձև էին անում, որ կա իրավական գործընթաց, որ կան դատական պրոցեսներ եւ այլն, քննիչներն իրենք են ինչ-որ գործընթացներ իրականացում։ Հիմա SMS-ների, WhatsApp-ով SMS-ների փոխարեն ուղղակի գալիս է Facebook-յան արդարադատությունը, Facebook-յան ուղիղ ցուցումներով մարդիկ են կալանավորվում։ Սա է այն համակարգը, որ դուք ստեղծել էիք։ Զանգովի արդարադատության դեմ էիք պայքարում մինչև 18 թվականը։ 18 թվականից հետո մի հատ upgrade եղաք ու ստացվեց Facebook-յան արդարադատության իրականացում։
Իշխանություններին քննադատություններից հետո վարչապետն արձագանքեց, որն էլ լեզվակռվի պատճառ դարձավ։ Փաշինյանը սակայն չանդրադարձավ ընդդիմադիր պատգամավորի մեղադրանքներին։ Իշխանական պատգամավորներն էլ ուղիղ չանդրադարձան Կարապետյանի խափանման միջոցը քննած դատավորին ճնշելու ընդդիմության մեղադրանքներին։ Իշխանականներն իրենց հերթին եկեղեցուն մեղադրեցին դատական համակարգի վրա ճնշում բանեցնելու համար։ Եվ սա ինչ է, եթե ոչ Մայրաթորի կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշում եւ հարձակում։ Բա մեզ ամեն օր ասում եք եկեղեցին եւ պետությունը իրարից անջատ են։ Բա որ անջատ են, Մայրաթորը ինչ գործ ունի դատական ակտերի հետ։ Մայրաթորը 3 քննադատել էր Ռուսաստանաբնակ գործարարին կալանավորելու դատարանի որոշումը։ Մինչ իրավապահները շտապում էին Սամվել Կարապետյանի առանձնատուն, իշխանությունները հայտարարեցին նաև նրան պատկանող էլեկտրական ցանցը ազգայնացնելու մասին։ Ինչ է սա ենթադրում, ինչպես է պետությունը վերցնելու մասնավոր սեփականությունը։ Ազգային ժողովում արդեն կա նախագիծ, օրենքի նախագիծ, որտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանը տրվում է։ Հեծը ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ։ Վարչապետի թիմակիցները այսօր խորհրդարանում հայտարարեցին ճիշտ հակառակի մասին։ Հեծը ազգայնացնելու ոչ մի նախագիծ խորհրդարանում չի շրջանառվում։ Տնտեսական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը առհասարակ չգիտեր խորհրդարանը թե կառավարությունն է այդպիսի նախագիծ հեղինակելու։ Այս պահին մեր հանձնաժողովում նման նախագիծ չի շրջանառվում, հնարավոր է, որ դեռևս կառավարությունից ազգային ժողով չի ասել։ Քաղաքացիական պայմանագրից Արման Եղոյանը, որը 3 հենց տեղում լսում էր վարչապետի հայտարարությունը, զարմացավ հեծը ազգայնացնելու նախագծի մասին հարցից։ Ինչ նախագիծ է շրջանառվում։ Ինչի մասին է խոսքը։ Ով էր ասում։ Վարչապետը 3 հայտարարեց, որ նախագիծ է շրջանառվում, ինչ նախագիծ է շրջանառվում։ Ազգային ժողովում հեծը պետականացնելու մասին ճիշտ է հիշում մեջբերումը, ես ծանոթ չեմ նման նախագծի, ճիշտն ասած։ Միգուցե կառավարությունում է շրջանառվում, միգուցե, հա, չգիտեմ։ Հեծը պետականացնելու մասին վարչապետը հայտարարեց, երբ 2 օր առաջ Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը խոսեց եկեղեցու դեմ հարձակումները կանխելու գործում իր հնարավոր մասնակցության մասին։ Սրանից ժամեր անց Տաշիր գրուպի սեփականատերը հայտնվեց բանտում։ Ընդդիմադիր պատգամավոր տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը բացատրում է, որ դեպքում պետությունը կարող է անձի սեփականությունը պետականացնել։ Ենթադրենք պետք է այստեղ մի ենթակառուցվածք, ճանապարհ, ջրամբար կամ չգիտեմ ինչ պետք է կառուցվի եւ պետությունը բացառիկ շահ է ճանաչում հանրային եւ այդ հողակտորը կամ իր այսպես ասենք, հա, սեփականատիրոջ նաեւ գույքային իրավունքը պարտադիր այսպես պետականացնում է, որպեսզի ճանաչի հանրային շահ եւ այստեղ իրականացնի ենթակառուցվածքային ներդրումներ։ Հաջորդը, եթե օրինակ Աստված չանի անվտանգային եւ այլ խնդիրներ են առաջանում եւ պետությունը օրինակ նաեւ մասնավորից պարտադիր օրենքի ուժով, իրավունքի ուժով վերցնում է որոշակի շարժական, անշարժ գույք եւ դա ծառայեցնում է կոնկրետ այդ նպատակներին։ Իշխանական խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը աջակցում է վարչապետի այս գաղափարին, բայց այդպես էլ ոչ մի հստակ մեխանիզմ չնշեց, որով էլեկտրական ցանցերը կդառնան պետության սեփականությունը։ Փոխարենը տարբեր սցենարներ նշեց, որով կարող են հասնել ընկերության ազգայնացմանը, բայց բոլոր դեպքերում պատգամավորը միայն ենթադրություններ ուներ։ Պետականացման մասին վերջի խոսակցություններով ես տեղեկացել։ Իշխանական Արման Եղոյանը այսօր պնդում էր, հեծի հարցը կապ չունի Սամվել Կարապետյանի վերջին հայտարարության հետ։ Այն իրենց ուշադրության կենտրոնում է եղել դեռ ամիսներ առաջ։ Այն ժամանակ են պարզել, որ ահռելի ներդրումներ չեն կատարվել։ Էլ չասած նրա մասին, որ հեծը մի շարք դեպքերում չարաշահում է իր մոնոպոլ դիրքը, մասնավորապես շատ դեպքերում մենք շատ բողոքներ ենք ստանում նոր բաժանորդներից, որ ստիպում է իրենց նոր բաժանորդ դառնալուց հետո համապատասխան, ասենք, հաշվիչներ կամ տրանսֆորմատորները ձեռք բերել իրենց հետ փոխկապակցված ընկերությունից։ Եղոյանի նշած քննարկումը անցած տարվա սեպտեմբերին էր։ Այդ օրերին մամուլում լուրեր էին շրջանառվում, թե իշխանությունը մտադիր է գործարար Սամվել Կարապետյանից վերցնել էլեկտրական ցանցերը։ ՔՊ-ից կտրուկ հերքում էին։ Այն ժամանակ իշխանությունը այդում բիզնեսն է վերցրել կամ այդում բիզնեսն է վաճառել ուրիշ հետ, ինչ հեքիաթներ են պատմում։
Հեսա շատ արագ հեծը լինելու է պետական սեփականություն։ Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանից նրա ընկերությունը խլում է եկեղեցուն աջակցելու համար։ Խոսքի նկատմամբ տերոր է սա, ըստ էության, որի դրսևորման ձևերից մեկն էլ սեփականության, այսպես ասենք, ավելի շատ խլելն է կամ մարդկանց այսպես ունեզրկելը։ Պատգամավորի խոսքով սա խիստ բացասաբար կանդրադառնա առանց այն էլ վատ վիճակում գտնվող Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Իսկ ներդրումների անարդյունավետ կառավարման եւ այլ խնդիրների մասին իշխանականների բացատրությունները, ասում է, համոզիչ չեն։ Հարցնում է, այդ դեպքում ինչով էին զբաղվում հանրային ծառայությունները կարգավորող եւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովները։ Առնվազն այս իշխանության օրոք 7 տարի շարունակ այդ խնդիրները այսպես հասունանում են, մեկ էլ հանկարծ պարզվում է, որ վերջ պետքա վիրահատվի։ Հայաստանի էլեկտրական ցանցերը Ռուսաստանաբնակ միլիարդատիրոջը պատկանող Տաշիր գրուպը ձեռք է բերել 10 տարի առաջ, 2015 թվականին։ Ընկերությունը սպասարկում է ավելի քան 1 միլիոն սպառողի։ Կառավարությունից եւս փորձեցինք ճշտել, կա այս ընկերությունը պետականացնելու որևէ նախագիծ կամ նախագծերի փաթեթ, որ գործադիրն այժմ մշակում է։ Այնտեղից ուղղորդեցին ոլորտի հարցով զբաղվող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն։ Այստեղից այդպես էլ չարձագանքեցին։ Զուգահեռ նաև ակտիվացել են Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր պիցայի մասնաճյուղերում ստուգումները։ Թեև սննդի անվտանգության տեսչությունը պնդում է, որ Տաշիր ընկերությունն ինքն է դիմել բացթողումները բացահայտելու համար, փաստն այնն է, որ պետական կառույցը խիստ միջոցների դիմեց, երբ գործարարի շուրջ քաղաքական աղմուկ բարձրացավ։ Սննդի անվտանգության տեսչությունը երեկ է բացահայտել, որ Տաշիր պիցայի հյուսիսային պողոտայի մասնաճյուղի առաստաղը խնդիր ունի։ Կառուցվածքը սխալ է, չի կանխում կեղտի կուտակումը, գոլորշու խտացումն ու մասնիկների թափվելու հնարավորությունը։ Հատակի ու պատերի որոշ հատվածներ հարթ չեն, պատերը պատրաստված չեն չներծծվող, լվացվող ու ոչ թունավոր նյութերից։ Երևանի կենտրոնում երկար տարիներ գործող ու մարդաշատ կետի խախտումները տեսչությունն օպերատիվ արձանագրել է ու կողպել դռները։ Ստուգումները ընդհանուր սկսել են բոլոր իրենց 30 մասնաճյուղերում։ Վերջին 2 օրվա ընթացքում, երբ իրավապահները խուզարկում էին Տաշիր գրուպի սեփականատիրոջ տունը, ձերբակալում ու կալանավորում էին Սամվել Կարապետյանին, Տաշիր պիցայի 8 մասնաճյուղ փակվեց։ Տեսչության ստուգումները, որ ըստ մամուլի խոսնակի սկսվել էին վաղուց, վերջին օրերին լայն թափով են ընթացել։ Տեսուչները նորմերի անհամապատասխանություններ են արձանագրել։ Իրենք ամեն տարի դիմում են եւ ամեն տարի ստուգվում են, ամեն տարի խնդիրներ լինում են եւ հրապարակվում են դրանք։ Սննդի տեսչության մամուլի խոսնակն ասաց, 36 մասնաճյուղից 13-ում արդեն ստուգումներն ավարտվել են ու միայն 3 կետում խնդիր չի եղել։ Ըստ հաղորդագրությունների գրեթե ամենուր նույն պատկերն է՝ տեխնիկական խնդիրներ։ Մյուս մասնաճյուղերում ստուգումները շարունակվում են։ Ըստ Անուշ Հարությունյանի տեսչական մարմինը ստուգումները սկսել է ընկերության խնդրանքով, շաբաթներ առաջ են դիմել։ Իրենք են խնդրել իրենց մոտ ստուգումներ իրականացնել եւ իրենց ասվել է, որ թեև ձեր դիմումի վրա է, դա չի նշանակում, որ ուղղակի գալու ենք նայենք գնանք, լիարժեք ստուգումներ են լինելու եւ ամենայն խորությամբ նայելու ենք, եթե պետք լինի կասեցնելու են, իրենք ասել են որևէ խնդիր չկա, հենց մենք էլ ուզում ենք, որ տեսնենք, թե ինչ խախտումներ, ինչ խնդիրներ կան եւ այլն։ Եթե շաբաթներ առաջ են դիմել, ինչով են բացատրում տեսուչների վերջին օրերի օպերատիվությունը։ Տաշիր պիցա ընկերության մարքեթինգի տնօրեն Արտակ Մաթեոսյանը չցանկացավ այս հարցին պատասխանել, նշեց, որ մինչև հայտնի իրադարձությունները տեսչական մարմինը ընդամենը 2 մասնաճյուղում հայտնաբերված խնդիրների մասին էր հայտնել։ 2 տեսակի կեսար ու մայրաքաղաքային աղցաններում մանրերներ էին հայտնաբերել։ Մինչև Կարեն Կարապետյանի ձերբակալությունը Էրեբունու այս մասնաճյուղի դռները չէին կողպել, ժամանակավորապես արգելել էին միայն աղցանների արտադրանքը։ Խնդիր որպես այդպեսի բարձրաձայնվել է եւ խնդիրը տեղում կարգավորվել է, հա։ Ծատումների կողմից ասենք լաբորատոր հետազոտության է հայտնել սնունդը, որը չի համապատասխանել իրենց շահփորոշիչներին, կասեցվել է կարճ ժամանակ ընթացքում այդ խնդիրը կարգավորվել է։ Այն ինչ ներկայումս տեղի ունենում, այսինքն արդեն 9-րդ օբյեկտն է փակում են, մինչ այս դեպք չենք ունեցել։ Ընկերությունը ամեն տարի էլ դիմում է ստուգումների համար, նորություն չէ, շեշտեց տեսչության խոսնակը։
Իսկ այս ծավալով խախտումներ նախկինում հայտնաբերվել են, եղել է, որ տասնյակ մասնաճյուղերի դռներ կողպեն տեսուչները։ Այսպիսի մասշտաբի չի եղել, բայց պետք է հասկանալ, որ կազմակերպությունն էլ ինքը բավականին երկար ժամանակվա պատմություն ունի, գնալով հնանում է ու բնականաբար խնդիրներ էլ առաջանում են։ Եթե ամեն տարի ստուգումներ են լինում, ինչպես է ստացվել, որ տեսուչների աչքից վրիպել են հայտնաբերված տեխնիկական խնդիրները, անհարթ պատերն ու հատակը, տեսուչների այս բծախնդրությունը արտառոց է, թե նախկինում էլ այդպես եղել։ Ընկերության մարքեթինգի բաժնի տնօրենը հաստատեց, իրենց խնդրանքով են ստուգումներն անցկացվել, բայց որ տասնյակ կետեր փակվեն, նախկինում նման բան չի եղել։ Եղել են խնդիրներ, որոնք տեղում վերացվել են կամ կարճ ժամանակահատվածում, խնդիրը միանգամից կանխվել է։ Տաշիր համայնքում էլ ընկերության կաթնամթերքի արտադրամասի աշխատանքն են 3 կասեցրել, դարձյալ սանիտարահիգենիկ նորմերի խախտումների պատճառով։ Սննդի անվտանգության տեսչության լրատվականից վստահեցնում են, ստուգումները կապ չունեն վերջին օրերի զարգացումների հետ, ապա քաղաքական են։ Մենք օրենքի շրջանակներում գործողություններ իրականացնող մարմին ենք, ինչը եւ անում ենք։ Միլիարդատեր գործարարը վարչապետի ու իրավապահների թիրախում հայտնվեց հունիսի 17-ից, երբ պաշտպանեց հայ առաքելական եկեղեցին Փաշինյանի արշավից։ Այլ թեմաներ, Երևանից Բաղրամյան փողոցը փակել են անհետ կորածների հարազատները, դժգոհելով ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնանկությունից։ Արմեն Աբազյանի հետ նրանք հույսեր էին կապում, որ գուցե իրենց որդիներին հայտնաբերելու, վերադարձնելու գործը տեղից շարժվի։ Կապ հաստատենք տեղում աշխատող մեր թղթակից Տաթևիկ Լազարյանի հետ։ Բարի երեկո, Տաթևիկ, այս 2 օրը իշխանության որևէ ներկայացուցիչ մոտեցել է ծնողներին։ Ողջույն Կարլեն, ես նշեմ, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից այս ընթացքում որևէ մեկը չի մոտեցել ցուցարարներին, չի եկել նաև որևէ մեկը ԱԱԾ ներկայացուցիչներից։ Ես հիշեցնեմ, որ ցուցարարները այստեղ նախ հավաքվեցին Արմեն Աբազյանի պաշտոնանկության մասին լուրը ստանալուց հետո, նրանք պահանջում էին, որ Արմեն Աբազյանը վերականգնվի այդ պաշտոնում, քանի որ հենց նա է զբաղվում անհայտ կորածների հարցերով, նրա ծնողների հետ հենց նա է կոնտակտի դուրս գալիս եւ տեղեկատվություն հայտնում, բայց հետագայում նրանք ասացին, որ հասկացան այդ պահանջը իրատեսական չէ եւ նրանք այժմ պահանջում են, որպեսզի իրենց հետ հանդիպի ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, բայց նա էլ այսօրվա ընթացքում չի եկել Բաղրամյան պողոտա եւ նույնիսկ հայտնի չէ, թե արդյոք կգա, պատրաստվում է գալ, թե ոչ, քանի որ ԱԱԾ մամուլի ծառայությունից այդ հարցին չպատասխանեցին։ Ես նշեմ, որ պահանջների մասին այսօր ավելի վաղ խոսել են անհայտ կորածների հարազատները, ես առաջարկում եմ լսել մի հատված։ Թող ժամանակավոր պաշտոնակատարը խնդրեցինք, պահանջեցինք, որ ժամանակավոր պաշտոնակատարը գա ներկա այստեղ մեր մոտ ու ինքը իր դիրքից, իր պաշտոնից, իր անունից մեզի հավաստիացնի, երաշխավորի, որ մեր երեխեքի հարցը մնալու է օրակարգում որպես առաջնահերթ հարց, ամենայն դեպս ԱԱԾ կառույցի համար, նոր ձևով, նույն ձևով շարունակել են ավելի մեծ թափով, բայց ոչ պակաս թափով, նույն ձևով աշխատանքները շարունակվելու այդ երեխեքի ճակատագրի վերաբերյալ, որ ինֆորմացիան գործողությունները կատարվի, գործը շարունակվի։ Եթե կգակասի, մենք էլ գոնե ինչ-որ տեղ արդեն կզգանք, որ այս մարդը ասել է իր դիրքից, մենք ճանապարհը կբացենք։ Տեղեկություն ունենք, որ չի շարունակել այս պրոցեսը։ Չէ, գիտեք ոնց, ոչ թե տեղեկություն ունենք, որ չի շարունակվելու, ասենք 5 տարվա մեր փորձը ցույցատվեն, որ ասենք բացի Աբազյանից ու ասենք ԱԱԾ կառույցից ոչ մեկ այդ երեխեքի հարցով չի զբաղվել։ Ասենք զբաղվել է Աբազյանը, մեր հետ հանդիպել է Աբազյանը, մեր հարցերին պատասխանել է Աբազյանը։ Ես նշեմ, որ Բաղրամյան պողոտայում իրավիճակը հանգիստ է, խաղաղ է, այստեղ ոստիկանները երկու կողմից թույլ չեն տալիս, որ մեքենաներ մուտք գործեն, բայց օրվա ընթացքում անհայտ կորածների ծնողները եւ հարազատները որոշեցին եւս մեկ ակցիա իրականացնել, նրանց մի մասը որոշեց կարճ ժամանակով փակել Հերացի փողոցը, սակայն այդ ակցիան ոստիկանները նրանց թույլ չտվեցին իրականացնել, միայն մի քանի անհայտ կորածի մի քանի հարազատ հայտնվեց Հերացի փողոցի կենտրոնում եւ ոստիկանները նրանց արագ հեռացրեցին այդտեղից, մի փոքր քաշքշուկ եղավ։ Ես առաջարկում եմ այժմ Հերացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների մասը դիտել։
ամբողջ համակարգը լցված է ստեղ։ Ում դեմ են բերել։ Անհետ կորածի ծնողի դիմաց, այն ծնողի, որ ամբողջ գիշեր կառավարական առանձնատան կառավարության շենքի մոտ նստեց։ Մեր պահանջն ինչ էր, հարգելի լրագրողներ։ Իմ տղերքի համար գա 5 րոպե ասի, այն մարդն արել, Աբազյան Արմենն արել, այն մարդը, ով Աբազյան Արմենի գործը պիտի շարունակի։ Իմ տղերքի հարցը ով պիտի շարունակական առաջ տանի, ով պիտի բանակցությունների գնա, ով պիտի ինձ ասի գնաց ինչ ինֆո բերեց։ Թող գար 5 րոպե ասա ժողովուրդ ջան, այսօր ես եմ պատասխանատուն, վաղը եկեք հանդիպենք, հասկանանք, միգուցե մյուս օրը ինձ հանելու են, ուրիշ մեկն ա գալու, ժողովուրդ ջան, մյուս օրը այն մեկի հետ կհանդիպեք, մինչև հասկանանք, այս տղերքը սենց պրոստը չցնդեցին օդ ու մնացին օդում կախված։ Ես հիշեցնեմ, որ անհետ կորածների ծնողների եւ հարազատների պահանջը այս պահին մեկն է հանդիպել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ եւ նրանից երաշխիքներ ստանալ, որ իրենց զավակների որոնողական աշխատանքները կշարունակվեն եւ կանգ չեն առնի։ Նրանք այս պահին էլ փակ են պահում Բաղրամյան պողոտան եւ բացելու միտում դեռ չկա։ Այսքանը Կարլեն։ Շնորհակալություն Տաթևիկ, անհրաժեշտության դեպքում թողարկման ընթացքում քեզ հետ կրկին կապ կհաստատենք։ Լրատվական կենտրոնն է Ազատության ուղիղ եթերում, լուրերն անընդհատ թարմացվում են մեր Telegram-ի ալիքում, իսկ թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Ըստ վարչապետ Փաշինյանի Պրահայի հայտարարությամբ առաջին անգամ ճանաչվել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Իրան-իսրայելական պատերազմը մեկ շաբաթ է ավելի ու ավելի է թեժանում, Թել Ավիվը հայտարարում է, թե թիրախում Իրանի հոգևոր առաջնորդն է։ Պատերազմից փախչող իրանցիների հոսքը Հայաստան մեծանում է։ Իսրայել-Իրան հակամարտությունն ավելի է սրվում, Թել Ավիվն արդեն բաց հայտարարում է, որ հարվածների թիրախում նաև Իրանի հոգևոր առաջնորդն է։ Միացյալ Նահանգները դեռ չի շտապում հայտնել ուղիղ միջամտության մասին։ Արդեն մեկ շաբաթ է Իսրայելն ու Իրանը շարունակում են օրինալի պատերազմը, մինչ աշխարհն սպասում է, թե ինչ կորոշի Միացյալ Նահանգների նախագահը պատերազմին ԱՄՆ ուղիղ մասնակցության վերաբերյալ։ Իրանը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Իսրայելի տարբեր քաղաքների։ Հրթիռներից մեկը հարվածել է երկրի հարավում գտնվող Բեեր Շեբա քաղաքի հիվանդանոցին, կա մի քանի տասնյակ վիրավոր։ Հիվանդանոցը լրջորեն վնասվել է։ Իրանն ասել է, որ թիրախը եղել է մոտակայքում գտնվող ռազմական շտաբը։ Թել Ավիվին մոտ գտնվող Ռամաթ Գան քաղաքում էլ հարվածել են բազմահարկ բնակելի շենքի, կան տասնյակ վիրավորներ։ Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով իրանական հարվածներից երկրում կա ընդհանուր մոտ 240 վիրավոր։ Ռամաթ Գանի բնակիչ Սմադար Շիտրիտը պատմում է, որ հրթիռներն այնքան շատ էին, ասես հրթիռների ցունամի լիներ։ Շուրջ բոլորը եւ շենքի մուտքը լի են ապակիներով, ամեն ինչ ընկել է գետնին։ Սա վնաս է, բայց վնասը, որ մեր սրտում է, հոգում, շատ ավելի ուժեղ է, շատ ավելի ցավոտ։ Նախկին падգամավոր եւ իրավաբան Դեյվիդ Մենան էլ պատմում է, որ իրանական հրթիռների հարվածներից վնասվել է իր գրասենյակը։ Սարսափելի գիշեր էր, առավոտյան լսեցինք ռումբի ձայն եւ պատուհանից տեսա, թե ինչ է կատարվում, շատ ծանր իրավիճակ է, բոլոր պատուհանները կոտրված են, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի։ Իսրայելի վարչապետը սոցցանցում գրել է, որ Իրանը ծանր գին կվճարի այս հարվածների համար։ Երեկ էլ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ քայլ առ քայլ առաջ են շարժվում Իրանից եկող սպառնալիքները միջուկային ու բալիստիկ հրթիռների ծրագիրը չեզոքացնելու ուղղությամբ։ Մենք վերահսկում ենք Թեհրանի երկինքը, հուժկու հարվածներ ենք հասցնում այաթոլլայի ռեժիմին, թիրախավորում ենք միջուկային օբյեկտները, հրթիռները, հրամանատարական կենտրոնները եւ ռեժիմի խորհրդանիշները։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ այս հարձակումից հետո վարչապետի հետ բանակին հրահանգել են ակտիվացնել հարվածները Իրանին։ Իսրայել կացը շեշտել է, որ հիվանդանոցն ու բնակելի շենքերը թիրախավորելուց հետո Իրանի հոգևոր առաջնորդը չի կարող այլևս ողջ մնալ։ Զինվորականներին հրահանգ է տրվել եւ նրանք գիտեն, որ իրենց բոլոր նպատակներին հասնելու համար այս մարդը չպետք է շարունակի գոյություն ունենալ։
Իսրայելի բանակն իր հերթին հարվածել է Իրանի Սպահան եւ Նաթանզ քաղաքներում գտնվող օբյեկտների, որոնք Իսրայելի պնդմամբ օգտագործվում են միջուկային զենք ստեղծելու համար։ Հարվածել են նաեւ Արաք քաղաքի Խոնդաբիի ծանր ջրային ռեակտորին, որը ըստ իսրայելական կողմի չի գործում։ Բանակի փոխանցմամբ խոցել են Իրանի հերթիրներ արձակող կայանքների 2/3-ը, սակայն կա եւս 100 այդպիսի կայանք։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ այս հարձակումը միջազգային իրավունքի խախտում է, հետեւաբար բողոք են ներկայացրել ատոմային էներգիայի միջազգային գործակալություն։ Կազմակերպությունը հայտնել է, որ հարվածից տուժածներ չկան, տարածքի բնակիչներին էլ վտանգ չի սպառնում։ Իրանի հոգևոր առաջնորդն իրանցիներին կոչ է արել ամուր լինել։ Եթե թշնամին զգա, որ վախենում եք իրենից, նա ձեզ բաց չի թողնի, սոցցանցում գրել է այաթոլլա Ալի Խամենեին։ Իրանի արտգործնախարարն է սոցցանցում իսրայելցիներին կոչ է արել հետևել տարհանման իրենց հրահանգներին եւ խուսափել ռազմական եւ հետախուզական օբյեկտներին մոտ լինելուց։ Աբբաս Արաղչին գրել է, որ Իրանի զինուժը կշարունակի հարվածել Իսրայելին այնքան, մինչեւ նրանք չդադարեցնեն իրենց մեջ բերում եմ հանցավոր ագրեսիան։ Մինչ կողմերը հարվածում են իրար, Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ պատերազմին ԱՄՆ ուղիղ մասնակցության մասով դեռ վերջնական որոշում չունի, սակայն պատրաստ են ամեն սցենարի։ Ես պատկերացում ունեմ, թե ինչ անել, բայց դեռ վերջնական որոշում չեմ կայացրել։ Կցանկանայի դա անել վերջին պահին, քանզի գիտեք, որ հատկապես պատերազմի ժամանակ ամեն ինչ փոխվում է, մի ծայրահեղությունից մյուսը կարող է գնալ։ Իրանի ռազմական հրամանատարությունը Վաշինգտոնին զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն ուղիղ մասնակցի պատերազմին, Իրանը ԱՄՆ-ին կհասցնի հարվածներ, որոնք անդառնալի հետևանքներ կունենան, իսկ հակամարտությունը կտարածվի տարածաշրջանում։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին իր հերթին ասել է, եթե ԱՄՆ-ն չի ցանկանում դադարեցնել պատերազմը, ապա պետք է առնվազն չմիջամտի, ապա հավելել, որ Իրանը սեղանին ունի բոլոր անհրաժեշտ տարբերակները։ Եթե Միացյալ Նահանգները ցանկանա ակտիվորեն միջամտել Իսրայելին աջակցելու համար, Իրանն այլ տարբերակ չի ունենա, քան օգտագործել իր գործիքները ագրեսորներին դաս տալու եւ իրեն պաշտպանելու համար։ Իրանցի падգամավորներից մեկն ասել է, որ այս տարբերակներից մեկը Հորմուզի նեղուցը փակելն է, որտեղով փոխադրվում է աշխարհում սպառվող նավթի 20%-ը։ Հարվածների ֆոնին իրանական լրատվամիջոցները հաստատել են, որ Իրանի արտգործնախարարը ուրբաթ կհանդիպի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Եվրոպական միության արտգործնախարարների հետ, քննարկելու ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահներն այսօր հեռախոսազրույցի ժամանակ դատապարտել են Իսրայելին Իրանին հարվածելու համար։ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցինպինն ընդգծել են, որ պետք է թույլատրել լարվածությունը եւ խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Երեկվանից Իրանում ինտերնետ կապը գործում է խափանումներով, հազարավոր մարդիկ շարունակում են դուրս գալ երկրից։ Պատերազմից փախչող իրանցիների հոսքը Հայաստան մեծանում է ագարակի անցակետով, նրանք հիմնականում հենց Երևան են գալիս։ Ռոբերտ Զարգարյանն է վերջին օրերին այստեղ աշխատում։ Բարի երեկո, Ռոբերտ, հենց թեհրանցիներն են հիմնականում Հայաստան գալիս։ Բարի երեկո, Կարլեն, այսօր օրվա առաջին հատվածում ես մի քանի քաղաքացիների հետ եմ զրուցել, որոնք բոլորն էլ հենց Թեհրանից էին գալիս, բայց արդեն օրվա երկրորդ կեսին երեկոյին մոտ արդեն այլ քաղաքներում ապրող իրանցիներ սահմանը հատեցին, թե ինչով է սա պայմանավորված չեմ կարող ասել, բայց ենթադրվում է, որ գուցե Թեհրանից ինչ-որ առանձին խմբերով էին գալիս, հետո այլ քաղաքներից էին խմբեր գալիս, դրա համար նման տարբերություն եղավ, այսինքն տարբեր քաղաքներից են սահմանը հատում, այս պահին էլ շարժը շարունակվում է, իմ հետևում է անցակետը, հենց այն հատվածը, որտեղից մեքենաները եւ քաղաքացիները դուրս են գալիս, կարող եք տեսնել, որ այսպես պարբերաբար սահմանը հատում անցնում են այն կողմ, իսկ արդեն այստեղ հայ տաքսիստները առաջարկում են նրանց Երևան տեղափոխել, բավականին բարձր $300-ից $350 էին պահանջում, այսօր կարծես փոքրինչ գումարի չափը նվազել է, թե կոնկրետ որքան է չեմ կարող ասել, տարբեր թվեր են նշմարվում, տարբեր թվեր են նշում վարորդները եւ ինձնից արդեն դեպի առաջ այս ճանապարհի հատվածում հիմնականում իրանական համարանիշներով բեռնատարներ են կուտակված, այս հերթը կիլոմետրերի է հասնում, իսկ արդեն անցակետի մյուս հատվածում իրանական կողմում նույնպես կուտակված բեռնատարներ եմ տեսնում, բայց հեռավորությունը շատ մեծ է, հստակ պատկեր ցույց տալ չեն կարող, իսկ թե ինչ էին պատմում իրանցիները տեսախցիկի առաջարկում եմ հիմա դիտել։ Ինչպես հասակ սահման։
Ես կատարով Լոնդոն թռիչք ունեի, կինս հիվանդ է, մեկնում էի նրա մոտ, դժբախտաբար այդ թռիչքը չեղարկվեց ու Հայաստան եկա, և հիմա այսպիսի իրավիճակ է, սա վատ իրավիճակ է բոլորի համար։ Ինչպիսին էր վիճակը Թեհրանում, ինչ կարող եք մեզ պատմել Իսրայելի հարվածների մասին։ Հրթիռակոծություններն ահավոր էին, Թեհրանը հրթիռակոծության տակ էր, չգիտեմ, և հիմա հեռախոսով ինձ ասացին, որ երեկ երեկոյան հրթիռակոծությունները ավելի շատ էին։ Ինչ եք կարծում, ինչ է լինելու դրա վերջը։ Իրոք չգիտեմ, ես քաղաքական գործիչ չեմ։ Իսկ այնտեղ հարազատներ, ընկերներ ունեք։ Քույրս այնտեղ է, այլ բարեկամներ էլ ունեմ Իրանում։ Ես միայն մի բան գիտեմ, ես ատում եմ պատերազմը։ Ձեր քույրը մտածում է Իրանից հեռանալու մասին։ Ոչ, նա շատ ծեր է։ Որ քաղաքից եք։ Թեհրանից։ Ինչպիսին էր այնտեղ իրավիճակը։ Հիմա այնտեղ պատերազմ է, դուք էլ գիտեք, թե ինչ է պատերազմը, դուք էլ պատերազմ եք ունեցել Ադրբեջանի հետ։ Հիմա շատ ծանր պատերազմ է, ամեն օր Իրանի վրա հարձակումներ են, հրթիռներով կամ ինքնաթիռներով։ Մեծ վնաս է հասցվում։ Ինչու որոշեցիք դուրս գալ Իրանից։ Ես ուզում եմ Լոնդոն գնալ, դուստրս այնտեղ է։ Որքան ժամանակ եք մնալու այստեղ։ 1 կամ 2 օր, տոմս կգնեմ Լոնդոն գնալու համար։ Որքան ժամանակ եք մնալու Լոնդոնում։ Երևի մոտ 1 ամիս։ Մինչ իրավիճակը հանդարտվի։ Այո։ Այլ հարազատներ, բարեկամներ ունեք Թեհրանում։ Այո, իմ որդիները եւ իմ ընտանիքի մյուս բոլոր անդամները Թեհրանում են։ Նրանք մտածում են երկիրը լքելու մասին։ Նրանք նախընտրում են մնալ Թեհրանից դուրս, անվտանգ լինելու համար։ Քաղաքը հիմա դատարկվում է։ Ոչ, չի դատարկվում, բնակչության մոտ 1/3-ը մնում է այնտեղ։ Տեղեկություններ ունեք այնտեղ այժմ իրականացվող հարվածների մասին։ Խանութների մեծ մասը փակ են, քանի որ մարդկանց մի մասը դուրս է գալիս Թեհրանից, բայց կյանքը շարունակվում է։ Հարվածներն հիմա ավելի են ուժգնանում։ Այո, ամեն օր հարվածներ են լինում, դրանց մեծ մասը թիրախավորում է ռազմական օբյեկտները, բայց երբեմն նրանք ահաբեկում են մարդկանց իրենց տներում եւ հարվածի տակ հայտնված տարածքի բոլոր տները ավերում են։ Ձեր բնակության վայրի մոտակայքում հարված եղել է։ Այո, հարված է եղել մեր տնից մոտ 100 մետր հեռավորության վրա, հրթիռի հարվածից մոտ 10 մարդ սպանվեց։ Բնակելի շենք էր։ Այո, բնակելի շենք էր, մեր ատոմային գիտնականներից մեկը ներսում էր։ Նրանք ուզում էին սպանել նրան եւ սպանեցին։ Եվ ինչ եք կարծում, ինչ կլինի այս ամենի վերջը։ Ոչ ոք չգիտի, եթե Ամերիկան չմիջամտի այս պատերազմին, հուսով եմ այն կդադարի, բայց եթե Ամերիկան միջամտի, պատերազմը կտարածվի Պարսից ծոցի բոլոր երկրների վրա, իսկ դա շատ վտանգավոր է։ Բոլորն են դա գիտակցում։ Իսկ ինչպես եք գնալու Երևան, գտաք որևէ մեքենա։ Ես ուզում եմ մեքենա գտնել Երևան գնալու համար, բայց ուզում եմ նաև ուղեկից գտնել, որպեսզի ավելի ցածր գին վճարեմ։ Որքան եք պատրաստ վճարել։ 20,000։ I don't know. I paid in Iran and I bought it in Սահմանը անցնող իրանցիները այսպես առաջին հերթին բախվում են հենց լոգիստիկ խնդիրներին, ինչպես մեքենա գտնել Երևան հասնելու համար, արդեն ասացի, որ մեծ գումարներ են պահանջում տեղում հերթապահող վարորդները եւ արդեն 3 օր է ես աշխատում եմ այստեղ, բայց այս օրերի ընթացքում պետական մարմինների ներկայացուցիչների, աշխատակիցների չեմ տեսել, ովքեր այս կամ այն հարցերով կփորձեն օգնել սահմանն անցնող քաղաքացիներին, չնայած Երևանում ուղիղ հակառակն են պնդում, պաշտոնյաները 3 հայտարարում էին, որ նրանց օգնելու համար քայլեր ձեռնարկվում են, թե կոնկրետ ինչ, ես հենց այստեղ այս վայրում չեմ տեսել, պարեկներ են հսկողություն իրականացնում այստեղ, բայց գերատեսչությունների ներկայացուցիչների չեմ տեսել։ Փոխարենը ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների
աշխատակիցներ էին այցելում, պարբերաբար տեսել եմ փախստականների գործակալության մեքենան այստեղ, իսկ այսօր էլ արդեն երեկոյան մոտ հայկական Կարմիր խաչի ընկերության մեքենան եկավ այստեղ, վրան տեղադրեցին, որոնք պետք է առաջին օգնություն ցույց տային իրանցիներին, բայց հենց հիմա այս պահի նույն վայրում այդ վրանը ես չեմ տեսնում, փորձում եմ հասկանալ, թե ուր անհետացավ այդ վրանը եւ իմանալուն պես ձեզ կհաղորդեմ, թե ինչի համար էր վրանը այստեղ, առաջարկում եմ հիմա մի հարցազրույցից կտոր դիտել, ապա կվերադառնանք։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ճիշտ ասած, արդեն մի քանի օր է ինչ ուսումնասիրություն անում իրավիճակի, գնահատում էր իրավիճակը եւ այսօր առավոտյան տեղանքի ուսումնասիրությունն է իրականացել եւ ուղղակի նկատելով իրավիճակը, որ այս պահին կա, որոշել է, որ տեղադրի առաջին օգնության, դեռ առաջին փուլում, առաջին օգնության կայան, անհրաժեշտության դեպքում այցելուներին առաջին օգնություն ցուցաբերելու, տեղեկատվական հուշումներ իրականացնելու, ուղղորդումներ իրականացնելու համար, կարիքների գնահատում իրականացնելու համար, եթե կարիք ու անհրաժեշտություն կառաջանա առաջին օգնության, բնականաբար մեր առաջին օգնության մասնագետները այստեղ են, եթե այլ կարիքներ կլինեն, չգիտեմ, մարդիկ կլինեն, որոնք ունենան օրինակ սննդի կարիք, ջրի կարիք կամ տեղափոխման կամ նույնիսկ այնտեղ, չգիտեմ, տարբեր կարիքներ, կեցության եւ այլնի, բնականաբար ազգային ընկերությունը իր ունեցած ռեսուրսների եւ այս պահին իրականացնող ծրագրերի շրջանակում պատրաստ է աջակցություն ցուցաբերել։ Տեղափոխման հարցերով հիմնականում, եթե նկատեցիք, մարդիկ արագ կարողանում են տեղափոխվել, բայց եթե կլինեն ծանր դեպքեր, կլինեն աստված մի արածը այնպիսի իրադրություններ, որտեղ խոցելի խմբեր կլինեն, սոցիալապես ոչ ապահով խմբեր կլինեն, որոնք կբախվեն այդ խնդրին, այսինքն կունենան տեղափոխության խնդիր, ազգային ընկերությունը այս նման դեպքերում եւս պատրաստ է օգնություն ցուցաբերել որպես մարդասիրական կառույց։ Եվ քիչ առաջ Արթուրը ընկերության խոսնակը ինձ տեղեկացրեց, որ կամավորների աշխատանքի ժամն է ավարտվել, 6-ից հետո չեն կարող շարունակել աշխատել եւ դրա պատճառով հիմա այստեղ չեն, բայց մոտակայքում են եւ զուտ այս պատճառով է, որ հիմա այստեղ վրանը չենք տեսնում, ենթադրաբար վաղն առավոտյան նրանք դարձյալ տեղում կլինեն։ Թերևս այսքանը, Կարլեն։ Շնորհակալություն, մեր թղթակից Ռոբերտ Զարգարյանը վերջին օրերին աշխատում է Իրան-Հայաստան սահմանի Ագարակի անցակետի հարևանությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Թուրքիա հանդիպելու նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այսօր էլ Թուրքիայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Էրդողանի հետ մասնակցում էր երկրաշարժից տուժած շրջանում կառուցված ադրբեջանական թաղամասի բացմանը։ Սակայն Երևանից հայտնում են, որ վաղը Փաշինյան-Ալիև հանդիպում Թուրքիայում նախատեսված չէ։ Այցի օրակարգը դեռ չի հրապարակվել։ Հայաստանը եւ Թուրքիան արդեն տարիներ շարունակ փորձում են կարգավորել հարաբերությունները, բանակցություններ են ընթանում եւ այս այցը պետք է դիտարկել այդ կարգավորման բանակցությունների համատեքստում։ Ես կարծում եմ, որ սա պատմական այց է, որովհետեւ առաջին անգամ է, որ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կոնտեքստում Հայաստանի ղեկավարը այցելում Թուրքիա, որտեղ նախկինում եղել են նման այցեր, բայց տարբեր միջոցառումների շրջանակներում Հայաստանը եւ Թուրքիան քննարկելու են երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր եւ առաջին հերթին հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքը եւ ակնկալիքներ ունենք, որ դա նպաստելու է, որ այս այցը նպաստելու է, որ ավելի արագանան այդ բանակցությունները եւ վերջո մենք ունենանք ոչ միայն արձանագրված պայմանավորվածություններ, այլ նաեւ արդյունքներ։ Իսկ արդյունքը Հայաստանի համար ակնհայտ է, որ դա հարաբերությունների, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է եւ սահմանի բացումը։ Բայց կլինի սա թե չէ, ավելի հավանական կլինի սրա մասին խոսել վաղը չէ մյուս օրը։ Ես կարծում եմ, որ Թուրքիան կփորձի պապայական դեր խաղալ եւ Տիրանայում այդ պարալինգվիստիկ հաղորդակցությունը հավանաբար ինձ ցույց տվեց, թե ասես դե դուք համաձայնվեցիր, չէ, ինչ էր ասում Ալիևը։ Հիմա անվտանգային խնդիրը բնականաբար առաջնային դեր է ստանձնելու։ Նախընտրական տարում Փաշինյանը չի կարող խոստովանի, որ իր այսպես կոչված խաղաղության քաղաքականությունը ձախողվել է։ Ինքը ասում է, ես կբերեմ խաղաղություն։ Հիմա, եթե
թուղթը չի ստորագրվում, պանջները շատանում են, իր դիրքերը խարխլվում են։ Եվ կարծեմ նա դա պետք է դանի, որ Թուրքիա եւ Ադրբեջանի շահերից է բխում, որ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել եւ նաեւ գործարքի հնարավորություն կարող է լինի։ Տեսեք, Ադրբեջանը պահանջում էր, որպեսզի Հայաստանը սահմանադրությունը փոխի, որպեսզի իրանք այդ թղթի կտորը ստորագրեն։ Փաշինյանը հասկանում է, որ սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ հանրային ռեսուրս, հանրային աջակցություն ինքը չունի։ Ուրեմն ինչ պետք է անի։ Պետք է ինչ-որ մի բան առաջարկի Ադրբեջանին եւ Թուրքիային, որպեսզի Ադրբեջանը իր այդ պահանջից հետ քաշվի, բայց Ադրբեջանը հավելյալ պահանջներ է ներկայացնում։ Թե ինքը գնում է ինչ-որ մի հատ խնդրանքով, փոխարենը մի բան պետք է առաջարկի։ Եվ ես չեմ բացառում, որ այստեղ թուրքական կապիտալի խնդիր կարող է առաջանա Հայաստանում հենց ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններում։ Իսկ Իլհամ Ալիևի հետ այսօրվա հանդիպմանը Ռեջեփ Էրդողանն ասել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատումը նոր զարկ կտա Ադրբեջանի ազատագրած տարածքների վերականգնմանը։ Իլհամ Ալիևն էլ շեշտել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին էր 44-օրյա պատերազմի ժամանակ քաղաքական եւ բարոյական աջակցությամբ։ Վարչապետ Փաշինյանն այսօր հյուրովի է մեկնաբանել Պրահայում ընդունված հայտնի հայտարարությունը, երբ Հայաստանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Նա այդպես Հայաստանի տարածքային ամբողջականությունն է ճանաչել։ Այդ հայտարարությանը նախորդել էր 44-օրյա արյունալի պատերազմը, հաջորդել Արցախի ամբողջական հայաթափումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կորցնելու եւ գտնելու նոր փիլիսոփայություն առաջ քաշեց։ Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Խորհրդանի ամբիոնից հայտարարեց Փաշինյանը։ Սա է ճշմարտությունը, որին հասնելու համար ինքը շատ է մտածել։ Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոք օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը չգտնվի։ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն չկայանա եւ Հայաստանի Հանրապետությունը կայանում է։ Մոտ 150,000 տեղահանված արցախցի, շուրջ 4,000 զոհ ու մոտ 200 անհետ կորած։ Այս պատկերն է միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, բայց կառավարության ղեկավարն Արցախի կորուստը մեջբերում է, ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է համարում։ Սա է իմ այս պահի ամենակարևոր արձանագրումներից մեկը։ Փաշինյանն ասաց, ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, հասկանալով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Վարչապետը նկատի ուներ Պրահայի հայտարարությունը, երբ Երևանն ու Բաքուն հայտարարեցին միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին ու փաստացի Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում։ Միանշանակ համոզված եմ, որ մենք այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն առաջին անգամ չէ, որ փորձում է Արցախի պատմական կորուստը փաթեթավորել որպես ազգային ձեռքբերում։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանի գնահատականն է։ Հիշեցրեց 2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախի հայերը բռնի տեղահանվեցին, հազարավոր ընտանիքներ ստիպված եղան հեռանալ իրենց պատմական հողից, փախչելով ադրբեջանական զինված ագրեսիայից։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ նույնը բովանդակ պնդումներ էին անում, որոնց նպատակն էր այս աղետը ներկայացնել որպես ինչ-որ նոր հնարավորություն։ Իմ կարծիքով փորձ է Արցախի կորուստի հայ ժողովրդի համար Արցախի ունեցած այդ մեծագույն արժեքի ոտնահարումը եւ դրա մեղավորությունը այլոց վրա բարդելու քաղաքականություն։ Որպես արցախցի ինչպիսի պատասխան պետք է տամ դրան, ես ուղղակի երբևէ նման ստորագույն արտահայտություն որևէ հայից չեմ կարող ակնկալել եւ սա իրապես տրամաբանությունից դուրս որևէ արտահայտություն է, ինչպես կարող է մայր հայրենիքի ղեկավարը, որի ժողովուրդը 90-ականներից սկսած ամենաթանկն է տվել Արցախի պահպանման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, կանգնել ու ասել, որ մենք ոչ թե Լեռնային Ղարաբաղ ենք կորցրել, այլ Հայաստան ենք վերագտել։ Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն արցախցիներին, այլ ընդհանրապես բոլոր հայերին է վիրավորում, ասաց Ստեփանյանը մատնացույց անելով հայտարարությունից հետո բարձրացված քննադատությունների ալիքը։ Ստեփանյանի համար պարզ է, որ Հայաստանի իշխանություններն Արցախի հարցում անգործություն են ցուցաբերում, իսկ երբ այլոք են գործում, խոչընդոտում են։ Օրինակ
շվեյցարական ֆորմատը, որը այս օրերին էլ փորձ է կատարվում ինչ-որ ավելի ակտիվ ռեսերի գծերի վրա դնել, մենք տեսնում ենք, որ դրան Հայաստանի Հանրապետությունը պետական մակարդակով ընդդիմանում է եւ խոչընդոտներ է հարուցում։ Իշխանությունները ոչ միայն որևէ գործնական քայլ չեն իրականացնում Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության ուղղությամբ, այլև սկսել են դադարեցնել կամ կրճատել տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագրերը, նկատում է Գեգամ Ստեփանյանը։ Հունիսից օրինակ չի գործում 40+10 հազարական դրամների ծրագիրը, որը այս ամսվանից նախատեսված է միայն սահմանափակ թվով տեղահանվածների համար։ Իսկ բնակապահովման ծրագիրը փաստացի շատ քիչ շահառուներ ունեցավ։ Սա նաև ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանության վերաբերմունքը ոչ միայն արցախցիների հավաքական իրավունքների, այլ նաև կոնկրետ անհատական իրավունքների։ Ցույց է տալիս, թե ինչպես են ընդունում, ինչպես են տեղավորում կամ ինչպես են պատրաստում կանգնել տուն ու տեղ կորցրած արցախցիներին։ Իդեպ վարչապետ Փաշինյանն այսօր իր ելույթում նաև միջազգային խնդիրներին անդրադարձավ, չնայած տարածաշրջանի անկայուն իրավիճակին ու Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիրը ստորագրելու շարունակական նախապայմաններին, Զանգեզուրի միջանցքը բացելու պահանջին հայտարարեց, Հայաստանը երբեք տարածաշրջանային հնարավոր խնդիրներին այնքան պատրաստված չի եղել, որքան այսօր։ Կարեն Կարապետյանի շուրջ աղմուկը չի ստվերել ներքաղաքական մյուս թեման իշխանություն եկեղեցի հակամարտությունը։ Վարչապետն ու քաղաքական թիմակիցները շարունակում են կաթողիկոսին Էջմիածնից հեռացնելու օրակարգն առաջ տանել, հիմա նաև եկեղեցական կանոնագրքերով հիմնավորելով։ Ամեն շատ պարզ է։ Սեռական սկանդալն աստիճանաբար վերափոխվում է դավանաբանական բանավեճի։ Ես այս ավանդն եմ պաշտպանում։ Վարչապետ Փաշինյանը 3 խորհրդարանական ամբիոներ բարձրացել եկեղեցու հաստափոր կանոնագրքերով, որպեսզի միջնադարյան եկեղեցական բարոյախրատական կանոններով հիմնավորի, թե ինչու պիտի կաթողիկոսն ու կուսակրոնության ուխտը խախտած եպիսկոպոսները հեռացվեն եկեղեցուց։ 4 տարի գիրք չեմ բերել։ 2020 թվականի խմբագիրը ես եմ գրքի։ Գևորգյան Ճեմարանի տեսուչ Հայր Շահենը ժողովածուի խմբագիրը գրքում 1331 կանոն կա, բոլորը 5-ից մինչև 11-րդ դարերի, դրանից հետո բազմաթիվ եկեղեցական ժողովներ ու կաթողիկոսական որոշումներ են եղել։ Միջնադարյան պատմական որոշակի հանգամանքներում գործադրված կանոններ են, որոնց մեծ մասն այսօր դժբախտաբար ենթակա են կամ փոփոխության կամ բարեկարգման։ Հենց նույն գրքում զրպարտող մարդուն ճիպոտահարելու կանոն կա եւ ինչ։ Շահապիվանի ժողովում օրինակ, եթե մարդը սուտ մեղադրանք է արել, զրպարտություն է արել, օրինակ, եւ չի հաստատվել նրա այդ մեղադրանքը, որը զրպարտություն է որակվում, ժողովն ասում է, այդ մարդուն պետք է 20 գանահարված, այսինքն փայտով կամ մտրակով 20 հարված պիտի տան։ Նիկոլ Փաշինյանը ժողովածուից առանձնացրել է կուսակրոնության ուխտի վերաբերյալ կանոնները։ Եվ աշտիշատի ժողովը որոշել է, որ կաթողիկոսը, եպիսկոպոսները պետք է լինեն կուսակրոն։ Աշտիշատի ժողովի հրավիրող կաթողիկոսը ամուսնացած էր։ Կուսակրոնությունը պահանջ է դարձել 5-րդ դարի կեսից սկսած, նշում է վարդապետն ու կանոնների մեծ մասում ըստ նրա խոսվում է վանական կյանքով ապրող հոգևորականների մասին, իսկ վանականներ Հայաստանում այսօր չկան։ Եթե եպիսկոպոսը պղծության, պոռնկության կամ ուրիշ վատթար գործի մեջ գտնվի եւ վկայությամբ հաստատվի, աթոռից եւ իշխանությունից մերժվի եւ քահանայություն չանի։ Կանոնն է։ Վարչապետն ամբիոնից մեկը չէ, մի քանի կանոններ կարդաց, որոնցով ուխտը խախտածները պիտի եկեղեցում չլինեն, Հայր Շահեն բացատրում է, հայոց կանոնական ժառանգության մի մասը ներկայացնող այս գրքում այնքան տարբեր ու իրար հակասող կանոններ կան, հենց նույն ուխտի վերաբերյալ։ Մի կանոնում ասում է, եթե հոգևորականը այսինչ ինչ-որ բանը արեց, կուսակրոն հոգևորականը, պիտի ապաշխարի դիցուկ 7 տարի, հետո նորից պիտի վերադառնա վանք։ Մի ուրիշ կանոն ասում է, եթե այսինչ բանը արեց, պիտի անմիջապես կարգալույս լինի։ Հիմա երկու կանոններն էլ առկա են կանոնագիրք հայոցում, ինչ անենք։ Մի ուրիշ կանոն էլ ասում է, եպիսկոպոսը թող որոշի, վերադառնա վանք, թե կարգալույս արվի։ Հիմա ինչ անենք։ 3 տարբեր մոտեցումներ, ինչպես պիտի անենք։ Այդ դեպքում ինչպես է այսօր շարժվում եկեղեցին, որ կանոններով, վարդապետի խոսքով այսօր հստակ կոդեքս չկա, դրա մշակումը երկար տարիների գործ է։ Կոնկրետ կուսակրոնության ուխտի դրժման կամ այլ մեղքերի համար կա կարգապահական հանձնաժողով։ Եթե մարդը իսկապես ապաշխարում է, եթե մարդը ինչ-որ չգիտեմ, հանգամանքներ կան հազարումի, դրանից ելնելով է որոշում կայացվում։ Մայրաթորից ամեն դեպքում Հայաստանի վարչապետին հորդորում են ցած դնել կանոնագրքերը։ Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ թեման թեժ է պահել, սակայն այս անգամ ոչ թե կանոնական, այլ պրակտիկ մանրամասներով։ Մոմի գործի բանը 1000 ներողություն էս բառիս համար, մոմի գործի նայողը
կաթողիկոսի աղբոր տղան է։ Կաթողիկոսի չէ, Կտրիչ Ներսիսյանի։ Ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիչ Ներսիսյանի եղբայրն է։ Այն մյուս թեմի առաջնորդը իր քրոջ որդին է։ Եկեղեցին մի կլանի կողմից բռնազավթված է, ավազակների տեղ է հայտարարել է վարչապետը, ըստ նրա եկեղեցական արժեքները քարուքանդ են անում այս իրավիճակի պաշտպանները։ Քանդում են, քանդել են, հիմա վերջին ավերակներն են ուզում տան եւ մենք դա թույլ չենք տալու։ Մենք պիտի աղոթենք, որ ինքը կարողանա, ինչպես երեք ասացի, այդ հոգևոր հավասարակշռությունը եւ ճշգրտությունը իր մեջ գտնել։ Մայրաթորի վարդապետը շեշտում է բոլորս ենք մեղսավոր, բոլորս էլ մի օր հաշիվ ենք տալու, իսկ մինչև այդ օրը գա Մայրաթորի հոգևոր վերնախավի թեման դեռ եռալու է ամբիոններից ու ֆեյսբուքյան էջերում։ Էլի երկու բան կար ասելու, բայց թերևս դրանց կանդրադառնամ իմ ֆեյսբուքյան էջում։ Եվ մեր ռեպորտաժը Սամվել Կարապետյանի հայրենի Տաշիրից Ռուսաստանաբնակ միլիարդատերը նաև իր քաղաքում են ներդրումներ արել։ Տաշիրում անհանգստությամբ են հետևում Կարապետյանի շուրջ զարգացումներին։ Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի կալանքից 3 օր առաջ նրա հայրենի գյուղում Տաշիրից 10 կիլոմետր հեռու գտնվող լեռնահովիտում տեղի է ունեցել հոր Սարգիս Կարապետյանի 40-քի արարողությունը։ Գյուղացիները հաստատում են, որ մեծահարուստ որդիները մասնակցել են արարողությանը, հետո գնացել են Երևան պատարագի։ Ամենամոտ հարևանը Վոլոդե Հակոբյանն ասաց, 4 օր առաջ ոչ միայն լեռնահովիտի, այլև հարևան գյուղերի բնակիչները ներկային վաստակաշատ մանկավարժի 40-քի արարողությանը։ Դա 40-ն էլ ստեղ եղավ թաղումն էլ բան։ Հետո 40-ից հետո գնացել են իրանք պատարագի այնտեղ։ 40-ը գյուղում արել։ Գյուղում արել։ Մեծ 40։ Մեծ 40, մադաղով, բանով, սաղային։ Ամբողջ գյուղը մասնակցում։ Մենակ գյուղը չի, սաղ կողքի գյուղերն էլ։ Մենակ գյուղը մի 1000 հոգուց ավել մարդ էր այստեղ հավաքված։ 93-ամյա Կարապետյանը 1 ամիս առաջ է մահացել։ Նա 50 տարի տեղի դպրոցում ուսուցիչ է եղել, 30 տարի ղեկավարել այն։ Դեռ իր կենդանության օրոք 20 տարի առաջ, երբ 73-ամյա տնօրենը կենսաթոշակի է անցել, գյուղի ավականին, հետո նաև կառավարությունը որոշել է Լեռնահովիտի միջնակարգ դպրոցը նրա անունով կոչել։ Շուտով դպրոցը 100 տարեկան կդառնա ու դրա պատմության կեսը կապված է հենց Սարգիս Կարապետյանի անվան հետ, ասաց տնօրեն Անդրանիկ Գալստյանը, որի աշխատասենյակում վաստակավոր ուսուցչի մեծադիր նկարն է, բայց տնօրենը հրաժարվեց մեկնաբանել մեծահարուստ Կարապետյանի հետ 3 տեղի ունեցածը։ Տնօրենը չի խոսում, մինչդեռ Կարապետյանների համագյուղացիները վրդովված են 3 տեղի ունեցած իրադարձություններից։ Ցույց են տալիս բարեկարգ գյուղի բոլոր անկյուններն ու նշում ամեն ինչ Կարապետյանների ներդրումներով է արվել այստեղ։ Մտքներով չեր անցնի, որ մի օր իրենց բարերարը հայաստանյան բանտում կհայտնվի։ Փաշինյան սխալվի։ Այդ Գարեգինից իմո ինք սխալվի։ Այդ Սամվելին էլ քշեցին այդ Գարեգինի արանքում դուժվան։ Ինչու՞ մաս ամենամեծ սխալը։ Ես շատ գիտեմ այդ տերողորներով հասկանում։ Գյուղի բոլոր փողոցներն ասֆալտապատ են, նշագծված։ Այստեղ գեղեցիկ կանաչապատ պուրակներ ու խաղահրապարակներ կան, անգամ շատրվաններով։ Բոլոր էլեկտրալարերը գետնի տակով են անցկացվել։ Գյուղի բոլոր 500 տները, անգամ եթե անբնակ են, նույնանման կղմինդրե տանիքներ ու եվրոպատուհաններ ունեն, նույնատիպ ոճով երեսպատված են։ Բնակիչների հավաստմամբ այս ամենը Կարապետյաններն են արել, անհատույց։ Այս ինչ կա նայում եք, չէ՞։ Էսի լեռնին Կրիշներն էլ իրանք են արել։ Առանց կոպեկ, առանց որևէ մի կոպեկի։ Սամվել Կարապետյանը այս կարդոդոշի գլխին կայնած նայելա, ասա կարել է այս գյուղի կրիշների լեռին մի գույնի սարքել, ու դեց էլ արեց։ Ժողովրդի վիճակ ոչ թե այս գյուղ ապրում է որպես գյուղացի, իր հոգսերով լցված, այլ ունի քաղաքական ոճ, որովհետև ինք ամեն ինչով ավելին մոտիկ, ավելին ինք բարելավել ամեն ինչ, անգամ գյուղում ջուր էլ չի եղել, ջուրն էլ են, ամեն ինչ։ Ոչ միայն Լեռնահովիտում, այլև Տաշիր քաղաքում բնակիչները կամ մեծարում էին Կարապետյաններին, կամ նախընտրում չխոսել այդ թեմայով։ Ես չգիտեմ, աղջիկ ջան, ես ոչ մի բանից տեղյակ չեմ։
Ես տեղի բնակիչ եմ։ Բա որտեղից եք։ Ժամանակ չունեմ։ Ճիշտ եղավ, ճիշտ չեղավ, ինչով ազդում դա դաշիրցու վրա։ Իրանք ռազմիրատկան են։ Ինչի, երեկվա իրադարձությունների հետ կապված, որպես դաշիրցի չեք ուզում։ Չէ, շնորհակալություն։ Չեմ ուզում։ Տաշիր քաղաքում հանդիպեցինք Սամվել Կարապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության աշխատակից Նշան Խաչատրյանին։ Նա ևս վրդովված էր իր գործատուին միլիարդատեր Սամվել Կարապետյանին 3 կալանավորել են։ Պնդեց, թե վարչապետի երեկվա հայտարարություններն էլ թե Էլցանցի աշխատակիցներին ստիպողաբար ցույցերի են տանում, իրական չեն։ Տաշիրի Էլցանցում որևէ քննարկում տեղի ունեցածի մասին չի եղել, ու որ ինքն ու իր գործընկերներն էլ երևանյան ցույցերին մասնակցելու հրահանգներ չեն ստացել։ Ինձ ոչ ոք չի ստիպել, որ ես գնամ ու ես չեմ գնացել Երևան։ Ու չի ստիպել։ Ինձ գործիցը չեն ազատի միանշանակ։ Որ չեմ գնացել, այո։ Ով որ հիմա պետականացվի դուք կշարունակեք աշխատելը։ Չգիտեմ։ Ժամանակը ցույց կտա։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում կամ այցելեք մեր կայքը azatutun.am կհանդիպենք։